Դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է մնալ այն արտիստներից մեկը, որի անունը նույնիսկ էկրաններին չլինելու դեպքում էլ մշտապես քննարկման կենտրոնում է։ Նրա երկրպագուները ոչ միայն սիրում են նրան, այլև իսկապես սպասում են անհամբերությամբ, հետաքրքրությամբ ու մեծ հույսերով։ Վերջին զանգը սերիալից հետո Ռոզայի բացակայությունը շատերի համար նկատելի էր։ Անգելինայի կերպարը դարձել էր այնքան հարազատ, որ հեռուստադիտողները երկար ժամանակ չէին կարողանում համակերպվել, որ այլևս ամեն օր չեն տեսնելու նրան էկրաններին։ Եվ հենց այդ սպասումն էլ պատճառ դարձավ, որ ցանկացած նոր տեղեկություն, թեկուզ փոքրիկ ակնարկ, անմիջապես դառնա քննարկման թեմա։ Վերջին շաբաթներին այդ քննարկումների կենտրոնում էր «Գոյամարտ» սերիալը։ Ռոզա Դավթյանի հայտնվելը նկարահանման հրապարակում իսկական իրարանցում առաջացրեց, շատերը դա ընկալեցին որպես հատուկ նշան, որ դերասանուհուն կմիանա նախագծին։ Սոցիալական ցանցերը բառացիորեն պայթեցին հարցերից, ենթադրություններից ու կանխատեսումներից, սակայն ինչպես արդեն պարզ դարձավ, այդ հարցը դեռ մնում է բաց, և դերասանուհին չի հաստատել իր մասնակցությունը տվյալ նախագծում։ Բայց հենց այն պահին, երբ թվում էր, թե Ռոզայի վերադարձը դեռ պետք է սպասել, հայտնվեց մի նոր, բոլորովին անսպասելի լուր, որը ոչ միայն ուրախացրեց երկրպագուներին, այլև իսկապես զարմացրեց շատերին։ Պարզվեց, Ռոզա Դավթյանը պատրաստվում է հանդես գալ բոլորովին նոր ժանրում։ Դերասանուհին առաջին անգամ իր կարիերայի ընթացքում կնկարահանվի սիթքոմում, որը կոչվում է «Մամայի բալա» և կցուցադրվի Armenia հեռուստաընկերության եթերում։ Սա շատ կարևոր և հետաքրքիր շրջադարձ է նրա ստեղծագործական կյանքում։ Մինչ այս Ռոզան առավել հայտնի էր իր դրամատիկ, հուզական և խորքային դերերով։ Նրա համագործակցությունը սցենարիստ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ ձևավորել էր այնպիսի կերպարներ, որոնք լի էին ապրումներով, լարվածությամբ, ներքին պայքարով։ Նա մշտապես հանդես էր եկել որպես գլխավոր հերոսուհի, կրելով սյուժեի հիմնական ծանրությունը։ Սակայն սիթքոմը բոլորովին այլ աշխարհ է, այստեղ պահանջվում է այլ էներգիա, այլ ռիթմ, այլ դերասանական մոտեցում։ Հումորը, թեթևությունը, իրավիճակային կոմեդիան, արագ արձագանքը, սրանք այն տարրերն են, որոնք նոր մարտահրավեր են Ռոզայի համար։ Եվ հենց սա է դարձնում այս նախագիծն այնքան հետաքրքիր։ Հեռուստադիտողները կտեսնան Ռոզա Դավթյանին մի կերպարում, որին դեռ չեն հանդիպել։ Կկարողանան նա նույն հաջողությամբ գրավել հանդիսատեսին նաև հումորային ժանրում, շատերը համոզված են, այո։ Նրա երկրպագուներն արդեն իսկ մեծ ոգևորությամբ են արձագանքել այս նորությանը։ Շատերը գրում են, որ հենց Ռոզայի նման դերասանուհիներն են, որ կարողանում են կոտրել սահմանները և փորձել իրենց տարբեր ժանրերում, չվախենալով նորից սկսելուց։ «Մամայի բալա» սիթքոմը դեռ եթեր դուրս չեկած, արդեն ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց Ռոզա Դավթյանի մասնակցության շնորհիվ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դերասանուհին ունի այնպիսի ազդեցություն, որը կարող է ցանկացած նախագիծ դարձնել սպասված։ Այսպիսով, մինչ Գոյամարտի շուրջ հարցերը դեռ բաց են, մի բան արդեն հստակ է՝ Ռոզա Դավթյանը վերադառնում է էկրան նոր կերպարով, նոր գույներով և իհարկե նոր փորձով, և գուցե հենց այս սիթքոմը դառնա այն նախագիծը, որտեղ հանդիսատեսը կբացահայտի նրան լրիվ այլ կողմից՝ ավելի թեթև, ավելի կենսուրախ, բայց միևնույն ժամանակ նույնքան սիրված ու հարազատ։ Ռոզա Դավթյանի անձնական կյանքը միշտ հետաքրքրել է նրա երկրպագուներին, սակայն դերասանուհին այն մարդկանցից է, ով փորձում է պահպանել որոշ սահմաններ, չբացելով ամեն մանրուք, բայց միևնույն ժամանակ կիսվելով այն զգացմունքներով, որոնք իր համար կարևոր են։ Վերջին տարիներն նրա կյանքում նշանավորեցին մեծ փոփոխություններով, ամենակարևորը իրադարձություններից էր անկասկած նրա ամուսնությունը։ Ռոզան ընտրեց կյանքի նոր ուղի, ստեղծելով ընտանիք, և այդ օրը դարձավ ոչ միայն ուրախ և հուզիչ, այլ հեռուստադիտողների ու երկրպագուների համար անակնկալներով լի։ Հատկապես զգացվում էր նրա հոր բացակայությունը, որի մասին դերասանուհին բազմիցս խոսել է մեծ ցավով ու կարոտով։ Նրա համար ընտանիքը միշտ առաջնային արժեք է եղել, և այդ օրը նա փորձում էր իր ուրախությունը կիսել նաև հիշողություններով։ Ռոզայի հրապարակումները հաճախ ցույց են տալիս, թե որքան կապված է նա իր մայրիկի հետ։ Մայրիկը նրա կյանքի կարևորագույն մարդկանցից է, ում աջակցությունն ու ներկայությունը միշտ զգացվում են դերասանուհու կյանքում։ Նրանց հարաբերությունները շատ ջերմ են, լի փոխադարձ հարգանքով ու սիրով։
Չնայած հանրային կյանքին Ռոզան չի սիրում ցուցադրել իր անձնական հարաբերությունները։ Նա հազվադեպ է հրապարակում ընտանեկան կադրեր և նույնիսկ ամուսնությունից հետո նախընտրում է պահպանել որոշ գաղտնիություն։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է նրա համեստ ու հավասարակշռված բնավորությունը։ Միևնույն ժամանակ նա բավականին անկեղծ է իր ներաշխարհի մասին խոսելիս։ Ռոզայի համար աշխատանքն ու անձնական կյանքը կարծես հավասարակշռված են։ Նա բազմիցս նշել է, որ ամուսնությունը չի խանգարում իր կարիերային, այլ հակառակը ուժ է տալիս առաջ գնալու։ Նա շարունակում է ակտիվորեն նկարահանվել, մասնակցել նախագծերի և զարգանալ որպես դերասանուհի։ Հետաքրքիր է նաև, որ նա իրեն նկարագրում է որպես բավական սկզբունքային մարդ։ Եթե որոշում է հեռանալ ինչ-որ հարաբերությունից կամ իրավիճակից, ապա հազվադեպ է հետ վերադառնում։ Սա խոսում է նրա ուժեղ բնավորության և հստակ դիրքորոշման մասին։ Այսպիսով, Ռոզա Դավթյանի անձնական կյանքը թեև մասամբ փակ է հանրության համար, բայց լի է զգացմունքներով, արժեքներով և խորությամբ։ Նա կարողանում է համատեղել հանրային հաջողությունն ու անձնական հավասարակշռությունը, մնալով նույնքան իրական, անկեղծ ու սիրված։